Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Դուք գիտեք, որ կանանց միամսյակի շրջանակում շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր հաղորդման ընթացքում մենք առիթ ունենանք հանդիպելու մարդկանց, ովքեր կարողանում են իրենց շուրջը իրականում դրականը տարածել, ովքեր կարողանում են ոչ միայն մասնագիտական, այլև իրենց տեսակով, բնույթով լինեն իրականում մի քիչ ուրիշ։ Ասում են, կանանց համար իրականում աշխարհում անհնարին բաներ չկան, եւ շատ հաճախ ամենամեծ դժվարություններն անգամ հաղթահարելու կարողությունը ունեն հենց կանայք։ Սակայն սրա հետ միասին կան մասնագիտություններ, որոնց դեպքում ամեն ինչ մի քիչ այլ է կամ մի քիչ շատ կրկնակի տարբեր է լինում։ Կանայք միշտ նշում են, որ աշխարհի շարունակությունն է ըստ էության իրենց ձեռքում, եւ սա նշանակում է, որ իսկապես անհնարին ոչինչ չկա, իսկ կան կանայք, ովքեր օգնում են, որպեսզի աշխարհի շարունակությունը լինի կանանց ձեռքում։ Մարդը պիտի իր էներգիայով նաեւ նպաստի, որպեսզի իր բուժումը, ինչքան էլ որ գիտելիքները շատ լինեն ու պրոֆեսիոնալիզմը բարձր, որպեսզի իր բուժումը, ինչպես ասում են, արդյունավետ լինի։ Կանանց միամսյակի շրջանակում մենք կարծում եմ, որ առիթ ունենք զրուցելու իսկապես հետաքրքիր տարբերվող, շատ փորձառու, շատ պրոֆեսիոնալ, նաև իր տեսակով շատ մոտիվացնող մասնագետի հետ եւ կարծում եմ, որ միևնույն ժամանակ մեր ժամանակներում իրականում խնդիրը պտղաբերության հետ կապված կա, այնպես որ այս օրը թող ինչ որ առումով լինի որոշիչ, վճռորոշ շատ ընտանիքների համար, ովքեր երազում են, որպեսզի այս աշխարհում նոր մարդ ծնվի, որովհետև մեր այսօրվա զրույցից հետո դուք կունենաք հասցե, դուք կիմանաք որտեղ պիտի ձեր քայլերն ուղղվեն, որպեսզի իսկապես հրաշքը կատարվի ու հրաշքը պատահի հենց ձեզ հետ։ Այս պահին Elroom-ում ուզում եմ նաև ձեր անունից մեծ սիրով ողջունել Fertility Center of Armenia-ի, այսինքն պտղաբերության կենտրոնի մանկաբարձ, գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, ինչպես նաև ռեպրոդուկտոլոգների հայկական ասոցիացիայի անդամ Անահիտ Մաղաքելյանին։ Անահիտ, շատ ուրախ եմ, ինձ իրականում շատ հաճելի է հանդիպել ձեզ, որովհետև ձեր կյանքում հրաշքներ պատահելուն դուք նպաստել եք, եւ ինձ համար իրականում մեծ պատիվ է, որ այսօր հնարավորություն ունենք կանանց միամսյակի այս ամենակարևոր շրջանում զրուցել ձեզ հետ։ Ես էլ եմ շնորհակալ հյուրընկալվելու ձեր մոտ, մեծ պատիվ է ձեր հետ շփվելը։ Դուք Արցախից եք, Ստեփանակերտում եք ծնվել, այդպիսի մի բառ կա, հա, որ մենք միշտ ասում ենք ուղն ու ծուծով բժիշկների գերդաստանից եք դուք։ Այո, առաջինը հիմք դրեց իմ մեծ հորեղբայրը։ Հորեղբայր ասում ենք, բայց հայրիկիս ու հորեղբորս տարբերությունը 28 տարի է։ Հա։ Հետո երկրորդ հորեղբայրս դառավ բժիշկ, արդեն երկրորդ սերունդը հայրիկս էր, երրորդը ես։ Իսկ իմ ընտանիքը ամբողջությամբ իրանք բժիշկներ են, հայրիկս, մայրիկս, եղբայրս, քույրիկս, անգամ հարսս, ամուսինս, բոլորը բժիշկներ են։ Նշում եմ, որ եթե բժիշկների ընտանիք եք, անխորոշված է լինում, որ անպայման այս ուղղությունը պիտի ընտրեք, բայց դուք ընտրել եք նաև սիրով։ Միանշանակ, եթե բժշկությունը ընտրես, քանի որ պետք է ընտրես, ինձ թվում է նորմալ բժիշկ չես դառնա, դա պետք է լինի քո տարերքը, որտեղ բժշկության մի կողմը դա է, որ դուք տեսնում եք, ասենք, հա, մարդը հարգված է, սիրված է, եւ մյուս կողմը դա իր համար չստացված դեպքերն են, այդ ապրումներն են, որոնք որ կան, հա, մեդալի մյուս կողմը, դրա համար եթե դու չսիրես ու չապրես այս մասնագիտությունով, ավելի լավ է չընտրես։ Բայց ինչպես որոշեցիք, որ հենց այս նեղ մասնագիտացումը, հա, մանկաբարձ գինեկոլոգ, իսկ հետո արդեն ըստ էության դեռ 2012-ին դուք առաջիններից եք, որ վերապատրաստվեցիք որպես ռեպրոդուկտոլոգ։ 3 տարեկանից կարծանկություն դառնալ գինեկոլոգ։ Հորեղբորս գինեկոլոգ էր, ինձ շատ դուր էր գալիս, ինչպես է մարդիկ իրան վերաբերվում, շատ տեսքից էր սիրուն կիներ ինքը, ու միշտ ասում են դե Ժանան գինեկոլոգ է։ Ես էլ որոշելի ես էլ դառնամ գինեկոլոգ, մեծացա, ոչ չփոշմանեցի, որ ընտրեցի գինեկոլոգիան։ Հետո եղավ առաջարկ, երրորդ բալիկս անգամ 2 ամսեկան եղավ առաջարկ, որ վերապատրաստվեմ ռեպրոդուկտոլոգիայով, քանի որ խնդիրը արդի էր եւ շատ պահանջված է ռեպրոդուկտոլոգը Արցախում։ Ուղարկեցին վերապատրաստվելու Էդուարդ Մարտինչի մոտ 2012-ին եւ ինձ վերապատրաստեցին մոտ 6 ամիս տարբեր իմունոլոգիա, էնդոկրինոլոգիա, էխոսկոպիա ու ռեպրոդուկտոլոգիա բուն, որից հետո ուղարկվեցի որպես ռեպրոդուկտոլոգ
Արցախ։ 3500-ից ավել երեխա ենք ստացել այս ծրագրի շրջանակներում։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ հենց իմ ձեռքով է այդ հրաշքը կատարվել։ Ընդհանրապես շատ տվե մասնագիտություն է, չնայած ինքը շատ դժվար է, բայց պատասխանատու է երկու կյանքի համար, հա, բայց ինքը արժի այդքան ներդրումներ անել։ Իհարկե ընտանիքից տես մի քիչ կտրվում։ Մի տեսակ տպավորություն է, որ մի մարդու համար շատ բարդ է այդքան պատասխանատվություն վերցնել իր ուսերին, բայց շատ լավ ձևակերպում տվեցիք, արժի, հա, երբ տեսնում ես փաստորեն ձեր շնորհիվ, ձեր օգնությամբ 3500 նոր մարդ լույս աշխարհ է գալիս։ Ըստ էության 2003 թվականից, այսինքն կարմիր դիպլոմով ավարտել եք Երևանի պետական բժշկական համալսարանը եւ Էրեբունի բժշկական կենտրոնում օրդինատուրան ավարտելուց հետո եք վերադարձել Ստեփանակերտ ու հենց սկզբից սկսել եք այնտեղ շարունակել եք այսինքն աշխատանքը։ Օրդինատուրան ավարտել եմ Էրեբունի եւ Նաիրի։ Հա, երկու տեղ, հա։ Դրանից հետո, քանի որ ամուսինս ռազմաբժիշկ է, մենք վերադարձանք հայրենիք եւ սկսեցի աշխատել ծննդատանը որպես մանկաբարձ գինեկոլոգ։ Շատ բուրըն հետաքրքիր էր, քանի որ ասենք քանի տարի ես ապրել եմ արդեն Հայաստանում, մի քիչ արդեն տարբերություն կար, բայց քանի որ վերադառնում ես հայրենիք, այդ ամեն ինչը շատ հեշտ հարթում ես եւ միանգամից սկսվեց ձևակերպվել Անահիտը որպես կին, կին, հա, եւ որպես մասնագետ։ Մի քիչ դժվար էր իհարկե, բայց ժամանակ չկար մտածելու, երևի էլ բերեց նրան, ինչին բերեց։ Այո, ժամանակ չկար, երևի նաև մասնագիտությունն էլ է, չէ, սրան նպաստում, չնայած դուք բնույթով էլ եք Անահիտ այդպեսի, որտեվ եթե ուրիշ բնավորությամբ լինեիք, չէիք կարող այսպես այս մասնագիտությունը եւ այս պատասխանատվությունը եւ այդքան հստակ քայլերով առանց դադարների 3 հրաշքների մայր եք դուք նաեւ եւ այս ամեն ինչը զուգահեռ անելու համար շատ մեծ ուժ ու կամք է պետք։ Միանշանակ փոքր ժամանակվանից այդ հստակ դրված էր, որ պետք է մարդը գրաֆիկով շարժվի։ Մենք մեր դեմ ունենք խնդիր, այդ խնդիրները հաղթահարում էինք։ Չկար անլուծելի կամ անհասկանալի հարցեր, անհասկանալի հարցը պետք է ուրեմն վերապատրաստվես եւ կար մեծ բանակ, որոնք քեզ օգնում էին, հա, դայեկներից սկսած, ասենք մայրիկներից, տատիկներից սկսած, ովքեր որ այդ հարցում մեզ օգնում էին։ Այո, մեծ բանակ, ամեն ինչի մեջ լավատեսությունն է։ Լավատեսությունը հաղթում են նաև իմ պացիենտների խնդիրները, որոնք որ առաջ են գալիս ու դու կարծես թե մոռանում ես ինչի մեջ ես հայտնվել։ Սա նաև էության հարց է, բնականաբար մասնագիտության, բայց էությամբ էլ օգնելու պատրաստ մարդիկ կան, դուք այդ մարդկանց թվին եք պատկանում։ Միանշանակ, ես երբ որ սկսեցի 2013-ից արդեն որպես ռեպրոդուկտոլոգ աշխատել Արցախում, ունեի ֆանտաստիկ պատասխաններ, հա, որը որ մենակ Անահիտ մարդը չէր կարող անել, իհարկե, դու Աստծո գործիք ես։ Մարդիկ որ շնորհակալություն 22 տարվա անպտղություն, 23 տարվա անպտղություն, ասենք մի հատ ներարգանդային սերմնավորումով հարցը լուծվում էր, ու մարդիկ պատկերացեք ինչ ձևի շնորհակալ կլինեն, չէ՞, քիչ էր մնում քեզ Աստվածուհու տեղ դնեին, եւ դու հասկանում ես, որ եթե դու անես ամեն ինչը ճիշտ պատասխան կստանաս, բայց միշտ չի ամեն ինչը կախված բժշկից, որտեվ դու աշխատում ես մարդու հետ, ով որ ունի իր աուրան եւ իր անցած ճանապարհը։ Եվ եթե չի ստացվում ինչ-որ մի բան բժշկի մոտ կամ ասենք պացիենտի մոտ, ինձ թվում է պետքա չհուսահատվել եւ միջև վերջ գնալ։ Այո, այստեղ տարբերությունը երևի այստեղ է, հա, մենք հիմա կարող ենք ասել Անահիտ Մաղաքելյանը շատ պրոֆեսիոնալ եւ կրթությունը հետագայում վերապատրաստվել է Իսրայելում, Ֆրանսիայում, շատ տարբեր հաջողությունների իրականում մեծ այսպես շղթա կա, հրաշք բալիկներ, որոնք իսկապես Անահիտի մասնագիտական միջամտության շնորհիվ այսօր աշխարհն եկել այսօր քայլում են, սա իրականում հրաշք է, բայց շատ կարևոր մի բան կա այդ հավատալ ու չհանձնվել։ Անպայման, որովհետև անպատողությունը դա իրոք դատավճիռ չի։ Ուղղակի ճիշտ բանալին չի գտնվել տվյալ մարդու մոտ, որպեսզի բացվի այդ դուռը եւ
մարդը բալիկ ունենա։ Փաստորեն Ֆրանսիայում վերապատրաստվել եք, Իսրայելում պարբերաբար անընդհատ այդ վերապատրաստումներ, կոնֆերանսներ, մանավանդ որ նաև ռեպրոդուկտոլոգների ասոցիացիայի անդամ եք, ասոցիացիան այս առումով կարծում եմ, որ ավելի մեծ հնարավորություններ է տալիս։ Հիմա ես աշխատում եմ մի վայրում, որը որ մենակ աշխատանքի վայր չի, սա գիտական կենտրոն է նաև, եւ շաբաթական 1 օր տրամադրվում է մեր ինքնակրթմանը, բոլորս մեր մասնագետներից պատրաստում ենք նյութ եւ պատշաճ մակարդակով այսօրվա գայդլայններով ներկայացնում ենք ինքներս մեզ։ Ասոցիացիան աշխատում է արդի գայդլայներով, իմիջիայլոց այս տարի մայիսին մեր ասոցիացիայի 20-ամյակն է, որը մեծ շուկով կնշվի։ Հա, եւ այսօրվա ռեպրոդուկտոլոգները Հայաստանի ասելիք ունեն աշխարհի եւ տեղ տալիս են մեզ։ Ինչի համար շատ ուրախ ենք, որովհետեւ կամաց քայլեր, փոքր քայլերով հասանք մի մեծ բանի։ Վերապատրաստենք Իսրայելում ես մնացել եմ 1.5 ամիս, այդ բավականին մեծ փորձ էր, շատ բաներ իհարկե իրանց մոտ մի քիչ այլ ձևի է եւ շատ բան կա, որ կարելի է այնտեղից վերցնել։ 2023-ին ցավալի իրադարձությունների արդյունքում տեղափոխվեցիք Հայաստան եւ երևի են եզակի մասնագետներից եք, որ շատ արագ անմիջապես ձեր մասնագիտությամբ աշխատանքի անցաք։ Իրականում շատ շնորհակալ եմ, առաջարկներ շատ կային, բայց ինձ հոգեհարազատ էր հենց պետղաբերության կենտրոնը, որոնց հետ արդեն համագործակցում էի 10-ից ավել տարի։ Մի անգամից ստացա առաջարկ Էդուարդ Մարտինչից, որին ես պատասխանեցի, որ հիմա պահա այնպիսին է, որ մի քիչ պետք է ես ինձ հավաքեմ։ Եվ ինձ հավաքելուց հետո ամիջապես ես աշխատել եմ, ամեն ձևի աջակցվել եմ բոլորի կողմից, ու շատ շնորհակալ եմ իմ կոլեկտիվին նաև, հա, որոնք որ շատ ըմբռնումով են հասկացել, երբ որ պետք է լռել են, երբ որ պետք է հասկացել են։ Այո։ Բայց նշեցիք, որ հղիների եւ կանանց, ովքեր ուզում են մայրանալ, այս երազանքն ունեն, իրենց խնդիրները լուծելու այդ հաստատակամությունը եւ կարողությունը փաստորեն ձեզ նաեւ ստիպեցին, ինչ որ տեղ օգնեցին շատ արագ վերադառնալ աշխատանքային մասնագիտական այս հունի մեջ։ Եվ արդեն այս տարիների ընթացքում նաեւ Հայաստանում դուք ունեք շատ հաջող արդյունքների մեծ ցանկ Անահիտ։ Երբ որ դու ապրում ես, աշխատում ես, առօրյայում չես հասկանում արածդ ու չես տեսնում։ Երբ որ նստում ես ու հետ ես նայում, արդեն պատկերացնում ես ինչ ես արել, ինչի համար ես իրոք շատ ուրախ եմ։ Նաև ուրախ եմ նրա համար, որ իմ աղջիկների հետ ում հետ աշխատում եմ, շատ ժամանակ այնքան մտերմիկ հարաբերություններ, ասեն կարող է մի հատ նկար տեսնեմ միտեղ կամ, չգիտեմ, ուզանգին ասեն, աչքերդ տխուր էր, կարող է ինչ-որ մի բան է, հա, այս պետքա կարողանաս դա ստանալ, որպեսզի կարողանաս հաղթահարել։ Յուրաքանչյուր պացիենտ ունի իր բանալին։ Հատկապես եթե հարցը վերաբերվում է անպտղությանը, նման մարդիկ չես պատկերացնի ինչ խնդիր նաև կարող են ունենալ, որը դու չես կարող հասկանաս, մինչև խորը չնստես ու մանրակրկիտ չզննես պրոբլեմը։ Այսինքն նաև հոգեբանական այո, հոգեբանական ասպեկտները պետք է միշտ հաշվի առնվեն։ Մենք այսօր զրուցում ենք հրաշալի բժշկուհու հետ, ով 20 տարուց ավել 23 տարվա մասնագիտական փորձ ունի, շատ երիտասարդ տարիքից սկսել է աշխատել։ Նրա շնորհիվ Հայաստանում ու Արցախում շատ բալիկներ են լույս աշխարհ եկել, հազարներով կարելի է հաշվել, եւ հիմա արդեն հենց այս հասցեում աշխատում է ու կարծում եմ, որ դեռ հազարավոր բալիկներ սպասում են այս աշխարհ մուտք գործելու իրենց հերթին օգնությամբ, աջակցությամբ, շնորհիվ, ինչ որ առումով նաև չնայած դոկտորը չի սիրում, որ այսպես ասում եմ, իր շնորհիվ, բայց շնորհիվ նաև Անահիտ Մաղաքելյանի, Անահիտ, ձեր թույլտվությամբ ուզում եմ մի քիչ մասնագիտական դաշտից խոսենք, որ խնդիրներով այս պահին կարող են դիմել, ես գիտեմ, որ ամբողջ հղիության, ծննդօգնության բոլոր հարցերով զբաղվել եք, այս պահին որ խնդիրներով կարող են դիմել ձեզ։ Կարող են դիմել բոլոր խնդիրներով անպտղության վերաբերյալ, բանալ ստիմուլյացիայից մինչև ԱՄԲ,
Այսինքն արտամարմնային բեղմնավորում։ Արտամարմնային բեղմնավորում։ Մեր ինչպես ընդունված է ասել էկոն, հա։ Այո։ Բոլոր կրելախախտերի ժամանակ, քանի որ մենք խորանում ենք նաև կրելախախտերի, մի բանա հղիացնես, մի բանա այդ հղիությունը արդյունքում բալիկ ստանաս։ Այո։ Այս էլ է շատ կարևոր։ Այսինքն ես ներողություն եմ խնդրում, դոկտոր, կարող եմ մի քիչ ոչ պրոֆեսիոնալ, հա, որպեսզի բոլորի համար նաև ընկալելի լինի, այսինքն երբ հղիանում են, բայց ընթացքում անդադ կորցնում են։ Կորցնում են, հա, այդ շատ ցավալի է, հատկապես եթե 20 շաբաթականն անց են կորցնում, նման մարդիկ շատ դժվար են հետագայում համոզվում, որ պետք է նորից հղիանան, ցավալի, շատ ցավալի թեմաներ է։ Բոլոր վզիկի պաթոլոգիաներով ես արում եմ նաև կոլպոսկոպիա, գինեկոլոգիական գրեթե ամբողջ սպեկտրը։ Ինչպես նաև հղիության վարում։ Ինչքան ժամանակ հետո երեխա չունենալու դեպքում է ճիշտ դիմել։ Ընդհանրապես պետքա կինը ինքն որոշի, որտեվ եթե կինը, ասենք, ժամանակին ունեցել է խնդիրներ դաշտանային ցիկլի հետ, պարզ է, որ ինքը պետք է մի քիչ շուտ դիմի, որովհետև եթե ունենք ցիկլի հետ խանգարում, ենթադրվում է, որ կունենանք եւ հղիության հետ խանգարումներ, որովհետև ամենամեծ տոկոսը դա հենց ձվարանային դիսֆունկցիաներն են, որոնք իրենց հերթին բերում են դաշտանային ցիկլի խանգարումների եւ ընդհանրապես ամենամեծ մասը դա կանայք են, ովքեր 1 տարվա կտրվածքով ռեգուլյար սեռական հարաբերությունների ընթացքում չեն ստացել հղիություն։ Խոսքս վերաբերվում է մինչև 35 տարեկան կանանց մասին։ Եթե 35 տարեկան եք եւ ավել, 1 տարի սպասելը ճիշտ չի։ Կա մինիմալ անալիզների քանակ, որ պետք է հանձնել եւ ավելի շուտ կողմնորոշվել։ Սպասենք այդ կես տարին, թե ավելի շուտ սկսենք մեր վերարտադրողական տեխնոլոգիաներից օգտվելը։ Այո, այստեղ շատ կարևոր է, դոկտոր, որ դուք ոչ միայն արտամարմնային բեղմնավորում, այսինքն ըստ էության բոլոր մեթոդները փորձելով, բոլոր հնարավոր տարբերակները գալիս եք դեպի արհեստական ավելի, հա, եթե մի քիչ այսպես կոպիտ ասենք միջամտություններին։ Միանշանակ, հատկապես հիմա գիտեք 80% բնակչությունը գրեթե օգտվում է պետական ծրագրերից, պետք է օգտվել բոլոր հնարավոր բնական միջոցներից եւ եթե չկա բացարձակցություններ, ասենք փողերի բացակայություն, հա, արգանդափողերի բացակայություն, եթե բացարձակցություն չկա, սկզբից անում ենք մնացած բոլոր բաները, փուլերը անցնում ենք ու նոր դիմում ենք արտամարմնային բեղմնավորման։ Այո, սա շատ կարևոր է բոլոր փուլերը անցնելով, այնպես որ մեզ մոտ ընդունված է, դուք շատ լավ գիտեք, ավելի քան ես, երբ մարդիկ իրենք որոշում են, հա, որ դե չի ստացվում եւ այլն ու որոշում են, որ պիտի արտամարմնային բեղմնավորման դիմել, այնինչ շատ հաճախ դիմում են բժշկի եւ բարձում է, որ ընդամենը փոքր մի քանի նույնիսկ դեղորայքային կոնսերվատիվ, հա, բուժման արդյունքում կարող են իրենք բնական ճանապարհով հղիանալ։ Ինչ խոսք կան մարդիկ, ովքեր որ իրենք են թելադրում եւ էդ էլ է հոգեբանական խնդիր, դու պետքա որպես բժիշկ հասկանաս, եթե չես կարողանում այն գլխից համոզես, պետքա կամած քայլերով բերես նրան, որ մարդիկ հասկանան ինչ ես դու ասում, որովհետեւ դուք կարող եք խոսեք տարբեր լեզուներով, չնայած խոսում եք իրար հետ ու հայերեն։ Այո։ Ինչ վերաբերում է արտամարմնային բեղմնավորմանը, ինչից է սկսվում, փաստորեն ամբողջ այս ցիկլը, ամբողջ փուլը դուք իրականացնում եք, հա, այդտեղ ծվարանների ֆունկցիա, ինչից է սա սկսվում, դոկտոր։ Եթե որոշվել է, որ պետքա կատարվի արդեն արտամարմնային բեղմնավորում, սկսում ենք անալիզներ։ Պետքա շատ մանրակրկիտ հետազոտվի կինը, հատկապես տարիքով կինը, որպեսզի դրվի որոշում կատարվի ինչպիսի հորմոններով ենք ստիմուլացիան սկսելու։ Հորմոն բառից ընդհանրապես վախենում են, հա։ Կատարվում է ստիմուլացիա, այսինքն խթանում, որի արդյունքում, որպեսզի չստանանք 1 կամ 2 ձվաբջիջ, այլ բավականին մեծ քանակությամբ, որովհետև մարդը անզգայացման տակ պետքա հանվի այդ ամբողջ ձվարանների այդ հիմիկվա, այդ ամսվա կատարված պաշարը։ Հանվեցին այդ ձվարանները, կատարվեց բեղմնավորում արտամարմնային դրսում, հետագայում պատրաստում են կնոջը տեղադրման։ Տեղադրումը կարող է լինի թարմ, այսինքն տվյալ ցիկլում, որում կատարվել է պունկցիա, հանվել են ձվարանները, կամ սառեցում է կատարվում այդ բջիջները, երբ որ բջիջները բեղմնավորված բջիջների, որոնք որ հետագայում արդեն կորոշվի ինչ ցիկլում, որը որ ամենահարմարն է, տեղադրում կկատարվի։ Այո։
Նաև կատարվում է պունկցիա, ասենք շատ հաճելի է, երբ որ մարդիկ արդեն սկսել են դրա մասին մտածել, ասենք 38 տարեկան կին է, 40 տարեկան է, կամ հիմա չի ուզում բալիկ ինքը ունենա, կամ չունի զուգ ընկեր, այս պահին մտադրված չի բալիկ ունենալ, բայց լսել է ձվարանային պաշար, արդեն ինքը գրագետ մոտենում է, պետք է սառեցնել իմ ձվաբջիջները, թե պետք չի։ Այսպիսի դեպքեր շատ ունենք։ Հա, նաև այդպես են դիմում։ Որովհետև տարիքի հետ կիջնի համ քանակը, համ որակը ձվաբջիջների, դրա համար իհարկե ճիշտ է կատարել ձվարանների հավաքում պունկցիա։ Այո, հետագայում արդեն ըստ իրենց ցանկության, իրենց անհրաժեշտ կբեղմնավորվի, հա, կարող են ու կտեղադրվի։ Ահա, շատ լավ, այսինքն նշում եմ, որ այստեղ հետևողականությունը բժշկի շատ մեծ նշանակություն ունի, չէ, դոկտոր։ Շատ մեծ նշանակություն ունի համ հետևողականությունը, համ պրոֆեսիոնալիզմը եւ հիվանդի կողմից է պացիենտի կողմից պետք է լինի հավատ դեպի բժիշկը։ Եթե ամեն ինչին վերապահումով վերաբերվեց, ոչ մի բան չի ստացվի։ Պետք է հավատալ եւ միահամուռ ուժերով գնալ դեպի քո ցանկացածը։ Բայց երևի այս ռեպրոդուկտոլոգների առումով սա մի քիչ ավելի լայն է, նշեցիք, որ հորմոն բառից վախենում են, բայց ինչ որտեղ այստեղ գինեկոլոգները նաև էնդոկրինոլոգի որոշակի գործառույթներ է իրենց վրա։ Միանշանակ, մենք էնդոկրինոլոգիայել ենք որոշ չափով ուսումնասիրում ու իզորու ենք նշանակել հորմոնալ պրեպարատներ, եթե դա շատ խորը խիստ մասնագիտացված չի, մենք իհարկե ունենք նաև էնդոկրինոլոգ, որը առաջնային ինքը հետազոտում է հիվանդին։ Բայց հետագայում ամեն մի հարցի համար մենք չենք դիմում իրեն։ Եվ որպեսզի ստանանք ճիշտ պատասխան, պետք է մարդուն ճիշտ բացատրես։ Ասենք ինքը ասում է ջուֆաստոնը ամենատարածված, հա, սա հորմոն է, չէ, դոկտոր, ասում ես, հա, բա ինչ է ինձ նշանակում։ Պետք է բացատրես ինչ է կոնկրետ իրան, այս ժամանակվանից, օրինակ, այս օրից այս օրը, որտեվ հարևանի հարցը, ասենք, այդ օրից չի ստացել, հա, հիմա տենց է, չէ, chat GPT-ներ պես չի գրել, հա, այդ պետք է բացատրվի եւ մարդը հասկանա, եթե նա հասկացավ ու քո մոտից գնաց գող ինքը կընդունի։ Եթե չէ, դի կծալի կդնի տակ, ոչ մի բան էլ չի անի։ Չի լինի։ Դոկտոր, մի նաև ես հասկանում եմ, որ առանց հորմոնալ որոշակի միջամտության չի կարող լինել, բայց այդ վախը կա եւ շատ դեպքերում մեզ մոտ տարբեր առումներով այդ միֆերը կան, չէ, ինչից կարող են հետագայում առողջական խնդիրներ լինել։ Ինչի հետ է կապվում, այսինքն արտամարմնային բեղմնավորման ժամանակ ստացած բուժման արդյունքում հետագայում առողջության վրա որոշակի ինչ-որ ծանրաբեռնվածություն կարող է լինել կնոջ, թե ոչ։ Տեսեք, արտամարմնային բեղմնավորումը ինքնին, այսինքն ենթադրում է անպտղության շրջան, հոգեբանական խնդիրներ, հորմոնալ խնդիրներ։ Հորմոնալ խնդիրները կինա հարկային հարկերով էակա եւ ֆազային։ Ես միշտ դա նշում եմ, հա, որտեղ մենք ունենք ցիկլային, այս ցիկլի ժամանակ մենք ունենք 3 հատ փուլ, եւ 3 հատ փուլն էլ մեր տրամադրության վրա են ազդում, մեր առողջական վիճակի վրա են ազդում, երևի նկատած կլինեք, մենք մի քիչ գեր ենք, ասենք դաշտանը սկսվելուց առաջ, մենք լավ ենք զգում հենց անմիջապես հետո, հա, այս ամեն ինչը հենց նենց չի։ Մինչև նշանակես հորմոնել ինքն էլ այնպիսի հորմոններ, որ կազդեն բոլոր օրգան համակարգերի վրա, պետք է մանրակարգիտ հետազոտել։ Եվ չմոռանանք, որ հորմոնալ թերապիա ենք անում նաև տարիքով կանանց մոտ, ասենք 45-ն անցել են անում, 42-ն անց, 38-ն անց, նրանց մոտ արդեն սոմատիկ խնդիրները ի հայտ եկած են լինում։ Բայց այստեղ ավելի ճիշտ պետքա կողմնորոշվել, արդյոք պետքա այս կինը հղիություն տանի, որտեղ էլ է հորմոնալ խախտում, մենք ստացանք ձվաբջիջը, արդեն 14 օր հետո այդ հորմոնները չեն լինի իր օրգանիզմում, բայց հղիությունը 9 ամսվա տևողություն ունի եւ ճիշտ է արդյոք այդ կնոջը հղիացնել եւ արդյունքում ինչ կստանանք։ Կստանանք առողջ բալիկ, առողջ կին, թե կնոջ առողջությունը պետք է դժի։ Այսօր մանկաբարձ գինեկոլոգները մեզ մեսենջեր են ուղարկում, որպեսզի մենք մանրակարգիտ նայենք ու հետո հղիացնենք, որովհետև իրոք կան դեպքեր, ու չենք կարա դա հերքենք, բայց դա ԱՄԲ-ից է, թե հենց հղիությունն է նպաստել, դա հստակ չես կարա ասել։ Իհարկե, եթե դրանից հետո է լինում, իհարկե մարդիկ հակված են այդ վերագրել ԱՄԲ-ին, բայց հղիությունն էլ ինքն իրեն, ինքը մեծ ստրես է օրգանիզմի համար, այդ մեծ քննություն է կնոջ օրգանիզմի համար, հատկապես 35 տարեկան անց կնոջ օրգանիզմի համար։ Այո, պետք է այստեղ հասկանալ, որ այսինքն այդ
այդ միֆերին չտրվել, քանի որ հնարավորություն կա իրականում բժիշկների հետ այսպիսի պրոֆեսիոնալ նաև փաստարկված, եւ պատասխանատու իրենց տեսակով բժիշկների հետ զրուցել, այդ զգացողությունները դուք նշեցիք, որ մեդալի հակառակ կողմը կա, ծանր դեպքեր, պատասխանատվություն բնականաբար միշտ չէ, որ մենակ հաճելի լուրեր, երկու կյանքի պատասխանատվություն կրելու մասնագիտությունը, բայց այս տարիների ընթացքում Անահիտ դուք ունեցել եք շատ մեծ թվով, երբ կարողացել եք այդ երջանիկ բառը ասել, այդ լուրը ձեր ունենալու եւ հաղորդելու ձեր զգացողությունները։ Դրան չես սովորում, որ ասես դա քո համար սովորական է, որովհետև ամեն մի պացիենտ յուրահատուկ է եւ իր հղիությունը իմ համար յուրահատուկ է։ Ամեն մի նվաճում իրենց, ես համարում եմ իմը նաև։ Դրա համար չես կարա դրան անտարբեր վերաբերվես, դա մեծ բերկրանք է, հրճվանք է, չգիտեմ, երբ որ ուղարկում են, ասենք, թեստը կամ ուղարկում են ԽԳ-ի պատասխանը, դու ապրում ես դա իրանց հետ։ Այդ զգացողությունները երբեք իսկապես սովորական չեն կարող դառնալ։ Անահիտ, մենք խոսեցինք, որ 3 հրաշքների մայր եք եւ այս ամեն ինչը փաստորեն զուգահեռ է եղել, հիմա փաստորեն ձեր տղան շարունակում է ուղղությունը, բժշկական համալսարանում է սովորում։ Տղաս, այո, ինքը որոշել է, աղջիկս է մեծը, ինքը չի ուզեցել դառնա բժիշկ, ինքը պատճառաբանեց, որ ես գիշեր-ցերեկ ծննդատանն եմ, ինքը չի կարա այդպես եւ չի ուզում այդպես ապրել։ Բայց իմ տղան պատրաստ է, ես իրան բացատրեցի մեդալի հակառակ կողմի մասին խոսացինք եւ հայրիկի փորձից էլ ինքը դա գիտի, բայց այդ մարդը գեները տեղ հաղթեցին։ Այո, դե ոչ գեները, եւ հայրիկի եւ մայրիկի տեղ հաղթեն, Եվ ինքը մետատիկի, պապիկի պարծանքն է, քանի որ ինքը այդ ճյուղն է ընտրել։ Ինձ թվում է, որ միշտ տարբեր են բժիշկները, որոնք այսպես գեներով գալիս են, որովհետև ինչ որ մի եւ պատասխանատվություն եւ մի առանձնացող բան մարդու համար, զգացողության ու կյանքի համար պատասխանատվություն կրելու կարողությունը կարծես այսպես տան մթնոլորտն է, եթե այդ տանը բժիշկներ են, չէ։ Ես հիշում եմ, երբ որ ես ավարտեցի, արդեն պետք է աշխատեմ որպես բժիշկ, իմ հայրիկը ասեց, որ բժշկությունը դա բիզնես չի։ Այդ ժամանակ արդեն դեսերունդափոխությունը իրանք տեսնում էին, որ փոխվել են նոր բժիշկները իրանց ձևով են ամեն ինչը դնում, անում, ասեց դու պետք է անես քո գործը, բժշկություն իր գործը անելու է։ Եվ ինքը իրոք ճիշտ էր, որովհետև այդ շնորհակալությունը, որ դու կարաս ստանաս, այդ անկեղծ շնորհակալությունը, որ մարդիկ քո անունով իրանց բալիկներին են անվանում, ու այդ հիացմունքը դա ոչ մի բանի հետ չես կարա փոխես, եւ պետք է լինես անկեղծ առաջի հերթին, հենց ինքդ քո հետ եւ պացիենտիդ հետ։ Այո, ամփոփելուց առաջ հիմա կանանց միամսյակի շրջանում են, Անահիտ, ես ուզում եմ շնորհավորել ձեզ եւ երևի կանանց ինչպես ասում են, նվիրական երազանքները, ամենամեծ տխրությունը, ամենամեծ խնդիրը, որ իրենց տանջում է, ամեն ինչը երևի բոլորից շատ ու բոլորից լավ դուք գիտեք, դուք առիթ ունենում եք հազարավոր կանանց հետ եք այս ընթացքում շփվել, ինչ կմաղթեք եւ որն եք համարում կնոջ համար այսօր ամենակարևոր կետը, ինչը իր ձեռքերում է ու ինքը պիտի պահի։ Կինը շատ ուժեղ էակ է, եւ ես չեմ ուզում կանայք լինեն ուժեղ, ունենան հնարավորություն, լինեն թույլ։ Չլինեն ստիպված լինել ուժեղ, Ես ուզում եմ, որպեսզի բոլոր կանայք, ինչու մենակ կանայք, թող տղամարդիկ լինեն ներդաշնակ։ Դու ինքդ քո հետ լինես լավ հարաբերությունների մեջ։ Եթե դու քո հետ ինքդ քո եսի հետ լավ ես, ուրեմն շուրջ բոլորը ամեն ինչը լավ է։ Եվ ուզում եմ լինի խաղաղություն, որպեսզի մարդիկ ինչ նպատակներ ունեն, որը իրոք կիրականանա եւ Աստծո հաճը գործերին կարողանանք իրականացնել, որովհետեւ եթե ամեն ինչ կա, բայց չկա խաղաղություն, ինչպես երևում է, ոչ մի բան չի ստացվում։ Չի ստացվում, այո։
Շնորհակալ եմ շատ Անահիտ, այս աշխարհում ամեն ինչ չի, որ մեր ձեռքերում է, բայց ես շատ ուրախ եմ, որ դուք հիմա այստեղ եք, ես կուզենայի, որ լինեիք եւ Ստեփանակերտում եւ այստեղ, բայց ուրիշ մի երկրում չեք ու ձեր օգնությամբ, ձեր շնորհիվ շատ հայ բալիկներ են աշխարհ գալիս, ես ուզում եմ, որ շատ լինեն այդ լուրերը դուք շատ ստանաք, ձեր աշխատանքի արդյունքում, որ ասեն, որ մենք պատրաստվում ենք բալիկ ունենալ եւ ձեր պրոֆեսիոնալիզմը ու մարդկային տեսակը միշտ հնարավորություն տա բարությունն այս աշխարհում ավելացնել, ինձ շատ հաճելի էր։ Ես էլ եմ շատ ուրախ, որ հնարավորություն տվեցիք կիսվել մտքերով եւ շատ ուրախ եմ, որ կա նման հաղորդում, որ կարող ես կարծիքդ անկեղծ հայտնել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ես։ Սիրելի հետևորդներ, իրականում մարդու տեսակն ու իր մասնագիտությունը պիտի շատ ներդաշնակ լինեն, այս դեպքում հրաշք է կատարվում։ Այ Անահիտը շատ հետաքրքիր բան նշեց, որ պիտի կարողանաս դու ինքդ մարդը ինքն իր եսի հետ հաշտ լինի, ներդաշնակ լինի, այս դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ կստացվի ու դրական ավելի շատ կլինի մեր շուրջը։ Մենք այսօր զրուցում էինք հրաշալի պրոֆեսիոնալ բժշկի հետ, ով իր տեսակն ու մասնագիտությունը, նաև նեղ մասնագիտացումը, որպես մանկաբարձ, գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, այնքան ներդաշնակ են իրար հետ, այսպես քիչ է պատահում։ Եվ երևի այս ներդաշնակությունից է, որ կարողանում են աշխարհում իրականում նոր մարդիկ ավելի շատ ծնվել։ Ես այսօր ուզում եմ, որպեսզի կանանց միամսյակի այս շրջանում թող բոլորը շատ առողջ լինեն, բայց կարծում եմ, որ անընդհատ այս լուրը լսեն, միմյանց հաղորդեն, սպասեն բալիկի, հնարավորություն ունենան իրենց առողջ բալիկներին գրկել եւ ես շատ ուզում եմ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր այս առումով խնդիր ունեն, այս հեռախոսահամարը անկեղծ ուզում եմ ձեզ խորհուրդ տալ, բարեկամաբար, ինչպես ասում են, այս հեռախոսահամարը գրանցել։ Ես ուզում եմ, որպեսզի այս օրը դառնա հետաքրքիր ու մի ուրիշ ամեն ինչ փոխելու սկիզբ։ Դուք կարող եք, հրաշքին պետք է հավատալ, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Իսկ աշխարհում միշտ այդպես է, մարդիկ կան ու միջոցով իսկապես հրաշքներ լինում են։ Եվ կարծում եմ, որ այսօր հավատալու դեպքում իսկապես այդ հրաշքը կկատարվի։ Այսօր մենք զրուցում էինք շատ հետաքրքիր ու շատ տարբերվող կնոջ հետ, շատ պրոֆեսիոնալ բժշկի հետ, Fertility Center of Armenia-ի պտղաբերության կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգների հայկական ասոցիացիայի անդամ Անահիտ Մաղաքելյանի հետ։ Ինչպես նշեցինք արդեն, Անահիտի շնորհիվ շատ բալիկներ են լույս աշխարհի եկել եւ ես վստահ եմ, որ այս շարքը շարունակվում է։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ եւ կարծում եմ, որ հավատալու դեպքում, հրաշքին սպասելու դեպքում իսկապես աշխարհում անհնարին ոչինչ չի լինի։ Ի վերջո պետք է հավատալ, պետք է ժպտալ, որովհետեւ ինչքան էլ որ դժվար լինի, առաջին բանը, որ մենք անում ենք, երբ լսում ենք, որ երեխա պիտի ծնվի, դա ժպիտն է, որովհետև ի վերջո ժպիտը արև է, որի ներքո ծաղկում է ամեն ինչ, բացի չարիքից։ Շնորհակալ եմ, որ հետևում էիք մեզ։